Պարոն Սահակյան, Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, բայց դրանից մեկ օր առաջ հայտարարել էր, որ դեռ ունի մտահոգություններ։ Ինչպես ստացվեց, որ մեկ գիշերվա ընթացքում նրա մտահոգությունները վերացան։ Նախ պետք է նշենք, որ մեկ գիշերվա ընթացքում չէ։ Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, երբ որ նախաձեռնեց այս սահմանադրական բարեփոխումները եւ ստորագրեց հրամանագիր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խումբ ձևավորելու մասին, եւ եղան քննարկումներ, այնուհետեւ քննարկումներ ծավալվեցին հայեցակարգի շուրջ, այդ ժամանակ էլ մտահոգություն հայտնեց, որ կա երկրորդ կարծիք, այն է, որը վերաբերում է խորհրդարանական կառավարման ձևին եւ որպեսզի երկու տարբերակներ լինեն, որպես այդպեսին եւ քննարկման առարկա դարձնեն, օրդորեց որպեսզի երկու ուղղությամբ աշխատեն, ուսումնասիրեն եւ նաեւ խորհրդարանական կառավարման ձև որպես այլընտրանք նույնպես նկատի ունենան։ Եվ այս վերջին հանդիպման ժամանակ էլ, երբ որ նաև մեկնարկը տրվեց, որպեսզի բուն փաստաթղթի վրա արդեն իսկ աշխատի մասնագիտական խումբը, նշվեց նաև, որ այս հանդիպումների, քաղաքական քննարկումների հանդիպումների ընթացքում թերևս իր մտահոգությունները չեն փարատվել։ Օբյեկտիվորեն չէր կարող լինել մեկ տեսակետի շուրջ համախմբում բոլոր քաղաքական ուժերին։ Հետևաբար նաև իր խոսքում նշեց, որ խորհրդարանական կառավարման ձևի շուրջ աշխատելու որպես վերջնական փաստաթուղթ ունենալուն զուգահեռ նաև աշխատեն եւ ներկայացնեն այսօրվա գործող համակարգի ավելի կատարելագործված ձևը որպես մեկ այլ տարբերակ, որը նույնպես քննարկման առարկա դարձնի։ Խորհրդարանին այսինքն երկու փաստաթուղթ է ներկայացել։ Մենք չփորձենք հիմա գործողություններից, երևույթներից ավելի առաջ ընկնենք եւ այդ հենց իսկ հրամանագրով սահմանված է այդ ժամկետները 10 մինչեւ 10 ամսվա ընթացքում մասնագիտական խումբը, երբ որ կաշխատի բոլոր հնարավոր տարբերակների վրա կամ կաշխատի այդ փաստաթղթի վրա, այնուհետեւ նախագահան դա կուղարկի խորհրդարան։ Փետրվարի 12-ի հանրապետականների նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակված է, այն գտնվում է իր դարակում, հետո ինչից առաջացավ, որ պետք է փոփոխություններ արվի։ Արդյոք քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքում դա այդպես եղավ։ Սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չեն, սահմանադրական բարեփոխումները միայն այսպես կապրիզի կամ ցանկության խնդիր չէ, որ փորձում ենք իրականացնել։ Դա պետք է լինի լայն կոնսոլիդացիայի քաղաքական շրջանակների լայն համաձայնության արդյունքում։ Բնականաբար այդ լայն ասածը 100%-ը չէ, որովհետև մենք չենք գտնի մեկ հարց, թերևս որի շուրջ կլինեն, ասենք 100% համախմբում, այլ պետք է հաշվի առնենք, թե որ կողմն է ավելի, այսպես ասած, ծանրակշիռ փաստեր ներկայացնում եւ որ տարբերակի շուրջ են ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովում մեր քաղաքական ուժերը։ Բայց շատերն այս ընթացքում արդեն իսկ տեսակետ են հայտնել, որ Սերժ Սարգսյանի նպատակը վերարտադրվելն է, նա ամեն դեպքում չի բացառել, որ ազգային ժողովի նախագահ դառնալու է, թե ոչ։ Վարչապետի եւ նախագահի մասին արդեն իսկ ասել է։ Այդ բոլոր պնդումները վերջին այս քննարկումները ապացուցեցին, որ դրանք սին են, որևէ քննադատության չեն կարող դիմանալ։ Հետևաբար ես չի ցանկանում նույնիսկ այդ հարցին անդրադառնալ եւ պատասխանել, ընդհանրապես եւս մեկ բան, ես նաեւ հորդորեմ, նաեւ օգտվելով ձեր լրատվամիջոցից, նաեւ ուղղեմ իմ խոսքին գործընկերներին, որպեսզի սահմանադրական բարեփոխումների եւ հայեցակարգի եւ արդեն իսկ պատրաստվող նախագծի շուրջ մտնենք բովանդակային դաշտ եւ քննարկումները ծավալենք հենց բովանդակային դաշտում, այլ ոչ թե քաղաքական այս կամ այն պիտակը կամ որակավորումը փորձենք ներկայացնել կամ մեղադրանքը։ Եվ նույն այդ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նշեց, որ ինքը չի կարող չօգտվել այն ընձեռնված հնարավորությունից, որը կտանի համակարգային փոփոխություններ եւ ավելի ժողովրդավարական, այսպես ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ նոր այդ ձևաչափով կառավարելու մեր երկիրը, այսինքն բարեփոխումների։ Այսինքն այսօր այդ տված հնարավորությունը մենք պետք է օգտագործենք եւ օգտվենք այդ հնարավորությունից, որպեսզի կարողանանք գոնե այս պահի դրությամբ եւս մեկ քայլ կարողանանք առաջ գնալ։ Այսինքն, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, պատճառը սահմանադրությունն է։ Ոչ միայն, իհարկե կարող ենք ասել, որ այդ համակարգային բարեփոխումները բերելու են, որ այդ խնդիրների մի ծանրակշիռ մասին
այսինքն աստիճանաբար թուլացում, վերացում, հա։ Չեն կարող ասել, որ բացառապես կախված է սահմանադրական բարեփոխումներից մեր երկրում տիրող որոշակի խնդիրներ, բայց միևնույն ժամանակ չենք էլ կարող բացառել, որովհետև ուսումնասիրությունների արդյունքում մենք տեսնում ենք եւ դրա համար է նաեւ որ նշում ենք, որ մենք պետք է գնանք համակարգային փոփոխությունների։